Ողջույն, եթերում ABC լուրերի թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Ցորենի նոր խմբաքանակ Ադրբեջանի տարածքով քանի տոննա հացահատիկ է մտել Հայաստան ու որտեղից։ Ինչ նպատակներ ունի Արևմտյան Ադրբեջան կոչվող ծրագիրը, ովքեր են ներգրավված երկու կողմերի քաղաքացիական հանդիպումներում և ինչ վտանգներ կան այս նոր մարդու իրավունքների լեզվով մղվող քարոզչության մեջ։ Երրորդ նախագահը խոսել է պատերազմի պատճառների, ռազմագերիների ու Արայիկ Հարությունյանի հետ չկայացած հանդիպման մասին, ինչ փակագծեր է բացել Սերժ Սարգսյանն ու ինչ է պատասխանել Փաշինյանը։ Ձերբակալման օրդեր Ստամբուլի գլխավոր դատախազությունից, ում է ուզում ձերբակալել Անկարան։ Հայաստան է ժամանել ղազախական հացահատիկով առաջին գնացքը, անցնելով Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Այրուն կայարանում գնացքը դիմավորել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը և Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմամբաևը։ Նախարարի խոսքով այս խմբաքանակը 1000 տոննա է։ Հիշեցնեմ, որ արդեն 2 օր է Հայաստանում է Ադրբեջանի տարածքով եկած ռուսական ցորենը, իսկ մեր հասարակության բնական հարցը հետևյալն է. երթուղու փոփոխությունն արդյոք ենթադրում է հացամթերքի էժանացում։ Մեր գործընկեր այսօր պարզել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեններ կրողը գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Բաղրամյան ՍՊԸ-ն է, որի տնօրեն Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այս ճանապարհի շնորհիվ հացի գինը էականորեն չի նվազելու։ Սակայն սեփական տարածքով ցորեն ուղարկելու թույլտվության, խաղաղության խաչմերուկ նախագծի, երկկողմ ու եռակողմ ջերմ հանդիպումների, բանակցությունների նախաստորագրված փաստաթղթի հակառակ կողմը Ադրբեջանն է իր պահանջների ամբողջ ու թարմացվող ցուցակով։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Ղազախի Բերքաբեր, Ներքին Ոսկեպար, Բաղանի Սայրում, Աշաղը, Ասկիպարա, Խեյրիմլի և Կզելհաջիլի գյուղերի վերադարձ Ադրբեջանին մեծ դիվանագիտական հաջողություն է, սակայն Բաքվի արտաքին գերատեսչության հայտարարությունը միայն այսպես կոչված ձեռքբերումների մասին չէ։ Հաջիզադեի խոսքով մնացած 4 անկլավների, Ղազախի 3 գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձն Ադրբեջանին միշտ ուշադրության կենտրոնում է։ Իսկ ինչ քարոզչություն է տանում Բաքուն ներսում, սեփական հասարակության հետ ու դա փորձում դարձնել դիվանագիտական օրակարգ։ Ադրբեջանը այնպիսի թեզեր է գցում դաշտ, որը կարող է դառնալ առայժմ ինֆորմացիոն պատերազմի առիթ։ Իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում դիվանագիտական բախման պատճառ ու սպառնալիք մեր սուվերենությանը։ Արևմտյան Ադրբեջան կեղծ ու արհեստացին գաղափարը նոր թափ է հավաքում։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում մի նոր փուլ է բացվում, ոչ թե ռազմաքաղաքական, այլ այս անգամ հասարակական դաշտում։ Ինչ նպատակներ ունի այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի ծրագիրը, ովքեր են ներգրավված երկու կողմերի քաղաքացիական հանդիպումներում և ինչ վտանգներ են տեսնում հայ փորձագետներն ու իրավապաշտպանները այս նոր մարդու իրավունքների լեզվով մղվող քարոզչության մեջ, դիտենք ռեպորտաժում։ Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է։ Այսպես է ասել պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան թեմայով քննարկման ժամանակ։ Սա տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին, մինչդեռ ընդամենը հոկտեմբերի 21-ն էր, երբ առաջին անգամ ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունը այցելեց Հայաստան, մասնակցելու երկկողմ կլոր սեղան քննարկմանը։ Եվ քանի որ ամեն ինչ փոխադարձ է, շաբաթվա սկզբին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մոտ օրերս Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նույնպես կմեկնեն Բաքու։ Ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքասարակությունները պետք է սերտացնեն իրենց հարաբերությունները։ Սակայն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանին մտահոգում է այս նախաձեռնությունը։ Նրա համոզմամբ հայկական կողմի այն փորձագետները, որոնք ներգրավված են այս գործընթացում, հիմնականում զբաղված են իշխանական թեզերի տարածմամբ և բավարար պատկերացում չունեն Ադրբեջանի իրական քաղաքական ու հասարակական խնդիրների մասին։ Եվ ի վերջո, իսկ ովքեր են Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչները։
ասեմ, որ իրենց մոտ առնվազն իրենց խմբերում ներառված են լինում հատուկ ծառայության անձիկ, լինելով քաղաքագետ, լինելով տնտեսագետ կամ այլ մասնագիտության ավանդակ քողարկվելով, սա մեկ։ Երկրորդ, այդ մարդիկ առանձնապես եւ աներկբաց զբաղվում են համադիրի ռոպագանդայով, այսինքն քաղաքական ատելության խոսքը տարածելով ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաեւ արտերկրում համոզելով տարբեր երկրներին, որ Հայաստանը օրինակ օկուպացել է Ադրբեջանի տարածքները կամ օրինակ սպանել է ադրբեջանցիների, հազարավոր ադրբեջանցիներ, նաեւ այդ թեզն է մշակվում, չէ՞ այսօր Ադրբեջանի արտաքին քաղաքականություն հենց փորձագետների կողմից նաեւ։ Դեպի Բաքու նախատեսվող այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով ժամկետները կորոշվեն վերջին պահին, սակայն հաստատում է, որ լինելու է այդ պատվիրակության կազմում։ Նրա խոսքով Արևմտյան Ադրբեջան եզրույթի գործածումը լուրջ խնդիր է եւ անպայման պետք է դառնա քննարկման առարկա հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։ Մենք ստանում ենք փաստորեն այդ միջոցառումների անցկացմամբ եւ համապատասխան ծրագրերի պետության կողմից ֆինանսավորմամբ ուղերձ, որ այնքան որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են քննարկել այս փուլում գոնե արցախցիների վերադարձի հարցը, քանի որ մեր հայրենակիցները Արցախից չեն ցանկանում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, դա նշանակում, որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները, որոնք պատրաստ են ընդունել Հայաստանի քաղաքացիությունը եւ ապրել Հայաստանի օրենքներով, զրկվում են իրավունքից վերադառնալ այնտեղ, որտեղ իրենք կամ իրենց ծնողները ապրել են մինչև կոնֆլիկտի վերջին փուլը։ Քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը հիշեցնում է, որ Արևմտյան Ադրբեջան հասկացությունը նոր երևույթ չէ։ Այն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Հեյդար Ալիևը 1998 թվականին։ Այնուհետև տևական ժամանակ այդ գաղափարը գրեթե չի օգտագործվել, սակայն 2020 թվականի պատերազմից հետո խոսույթը կրկին ակտիվացել է։ Հասան Ջալալյանի դիտարկմամբ 2025 թվականի խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Իլհամ Ալիևի խոսքում Արևմտյան Ադրբեջանի թեման ժամանակավորապես նվազել էր, սակայն դա եղել է միայն արտաքին տպավորություն։ Այս հասկացությունը քիչ է օգտագործում դրսի միջազգային հանրությանը, այդպես նաև ԱՄՆ-ին ցույց տալու համար, որ ինքը այլևս խաղաղասիրական տրամադրվածություն ունի Հայաստանի նկատմամբ, բայց ինքը չի հրաժարվել այս գաղափարի իրագործումից եւ սրա իրագործումը հանձնարարել է այդ հասարակական կազմակերպություններին։ Քաղաքագետը շեշտում է հենց այն փաստը, որ նախաձեռնող կառույցը կոչվում է հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալություն, արդեն իսկ վկայում է, այն գործում է Իլհամ Ալիևի անմիջական վերահսկողության ներքո։ Հայաստանի Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւս զգուշացնում է, որ Ադրբեջանում Հայաստանի դեմ ուղղված ծրագրերը նոր թափ են հավաքում։ Վերջին 2 տարիների ընթացքում այդ կազմակերպության ծրագրերի շրջանակում անցկացվել է շուրջ 50 համաժողով, շնորհանդես, հանդիպում, ցուցահանդես եւ հանրային լսում։ Հրատարակվել է 25 գիրք, նկարահանվել է 11 փաստավավերագրական ֆիլմ եւ պատրաստվել 21 տեսահոլովակ։ Փաստերը չի թաքցնում նույնիսկ ադրբեջանական կողմը։ Հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության գործադիր տնօրեն Այգյուն Ալիևան օրերս հայտարարել է, որ Արևմտյան Ադրբեջանի թեմայով նախագծերի թիվը 2022 թվականից մինչև 2025 թվականը 24-ից դարձել է 51, եւ այս ուղղությունն առաջնահերթություն է լինելու 2026 թվականի համար։ Նոյեմբերի 9-ի նախաշեմին Ադրբեջանի արտգործնախարարը որոշել է բացել փակագծերը 5 տարի առաջ այդ օրը կնքված փաստաթղթի մասին։ Բայրամով ITV-ով ցուցադրված շփման գիծ վավերագրական ֆիլմում պատմել է այն առաջարկի մասին, որն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ։ Այդ ժամանակվանից անցել է ավելի քան 5 տարի, հնարավոր է ժամանակն է որոշ կետեր պարզաբանել։ Նրա առաջարկած բոլոր փաստաթուղթը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կեսգիշերից։ Շփման գծի արևելյան հատվածում առաջարկում էր տեղակայել ռուս խաղաղապահներ եւ ադրբեջանական զինված ուժեր, իսկ շփման գծի արևմտյան հատվածում ռուս խաղաղապահներ եւ Հայաստանի զինված ուժեր, ասել է Բայրամովը։
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ խոսել է 44-օրյա պատերազմի պատճառների մասին։ Նա պատմել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ գնացել է Արցախ, հանդիպել Արցախի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ։ Սարգսյանի խոսքով նա նաև ցանկացել է հանդիպել Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, սակայն Հարությունյանը հրաժարվել է հանդիպել։ Երրորդ նախագահը պաշտոնաթող նախագահներին առաջարկել է այցելել Ռուսաստանի Դաշնություն, շոշափելու տրամադրությունները։ Այն պետք է կազմակերպել Հայաստանը, որից հրաժարվել է, ասելով ուզում են թող գնան։ Սերժ Սարգսյանի խոսքով պատերազմն անխուսափելի չէր, հիմնական պատճառները 3-ն էին։ Առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր եւ ընդհանրապես հրաժարվելը։ Բանակցողներն ինչ անհասկանալի տարբերակ առաջարկեցին եւ այս երկուսը միասին բերեցին նրան, որ բանակցային process-ը դադարեց։ Երկրորդ պատճառն այն է, որ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը, պատերազմ սկսելը։ Երրորդ պատճառն էլ այն էր, որ ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Փաշինյանն էլ պատասխանել է Սերժ Սարգսյանին, ինչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար։ Փաշինյանի խոսքով դրա համար հարկավոր էր մի բան, պետք էր Արցախի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Արցախի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությանը։ Իսկ դա անհնար էր, ինչու, որովհետև 1990-ականների սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը եւ Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունն իրարից հեռացել էին եւ ճաքեր էր առաջացել այդ պատկերացումների միջև եւ այդ պատկերացումները համապատասխանեցնելը եթե տեսականորեն հնարավոր էր, ապա գործնականում անհնար էր, որովհետև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ որևէ տարբերակ պարզապես չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք 2018-2019 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Քերոբյանը գրել է, որ հակակոռուպցիոն դատարանը մերժել է ոչ միայն իր, այլև 5 տարի քննվող եւ ավելի քան 10 տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր 1 տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Քննչական կոմիտեն պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարել։ Այս անգամ մեղադրում են լիազորությունները չարաշահելու համար։ Նույն գործով մեղադրյալ է ներգրավել նաև Գերագույն շտաբի պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը։ Ըստ մեղադրանքի պաշտոնավարման շրջանում նա բնակարան է հատկացրել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, չնայած որ մինչև այդ նա արդեն 10 միլիոն դրամ էր ստացել բնակարանի համար։ Հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի իշխանության միջև հարաբերությունների, Սամվել Կարապետյանի ազատազրկման եւ այլ հարցերի մասին ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնը զրուցել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ։ Ձեր վարչապետը մտադիր է քանդել եկեղեցին, հարցրել է ամերիկացի լրագրողը։ Կարապետյանն նշել է, որ իշխանությունը հակաեկեղեցական արշավը սկսել է ամիսներ առաջ։ Թաքեր Կարլսոնն ապշել է, որ Հայաստանում կալանավորված arczepiskopos-ներ կան։ 2-3 years Հայաստանն այսօր ունի վարչապետ, որ թվում է, թե մտադրված է քանդել քրիստոնեությունը կամ եկեղեցին։ Հոդված էին փնտրում, որով կարող էին գործ հարուցել։ Քննիչներից մեկը եկավ ու ասաց. «Գտել եմ հոդվածը»։ Մյուս քննիչը պատասխանեց. «Չէ, դա չի աշխատի»։ Այսօր իշխանությունը ցանկանում է խլել Սամվել Կարապետյանի հայաստանյան բիզնեսները, բայց Սամվել Կարապետյանը շարունակում է պաշտպանել իր եկեղեցին ու հավատը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը կազատվի ԱՄՆ պատժամիջոցներից, որոնք խոչընդոտում էին Ռուսաստանից նավթի ու գազի մատակարարումների։ Հունգարիան լիովին կազատվի թուրքական հոսք խողովակաշարով գազի մատակարարումների եւ դրուժբա խողովակաշարով նավթի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցներից։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը զգուշացրել է Թեհրանի հնարավոր տարհանման մասին, եթե երկարատև երաշտի պատճառով առաջացած ջրային ճգնաժամը շարունակի խորանալ։ Փեզեշքյանն այս հայտարարությունն արել է երկրի արևմուտքում գտնվող Սանանդաջ քաղաք կատարած աշխատանքային այցի ժամանակ։ Իրանը բախվում է բնական մարտահրավերների, տեղումների դեֆիցիտի եւ ջրային ռեսուրսների սպառման, որոնք հղի են լուրջ հետևանքներով, ասել է Իրանի նախագահը։ Եթե մոտ ապագայում անձրև չգա, մենք ստիպված կլինենք Թեհրանում ջրի խիստ սահմանափակումներ մտցնել։ Իսկ եթե տեղումներ այդպես էլ չլինեն, պաշարները կսպառվեն եւ մենք ստիպված կլինենք լքել քաղաքը, հավելել է Փեզեշքյանը։ Իդեպ իրանական հեռուստատեսությունը ցուցադրել է երկարատև երաշտի պատճառով ջրամբարների անմխիթար վիճակը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Թրամփը դիտարկում է Հունգարիային պատժամիջոցներից ազատելու հարցը, որոնք սահմանվել էին երկրի նկատմամբ Ռուսաստանից նավթ գնելու համար։ Հունգարիայի համար շատ դժվար է նավթ եւ գազ գնել այլ աղբյուրներից։ Նրանք չունեն մուտք դեպի ծով, չունեն նավահանգիստներ։ Օրբանի հետ հանդիպմանն ասել է Թրամփը, խոսելով Հունգարիայի կողմից ռուսական նավթ գնելու մասին։ Օրբանի հետ հանդիպմանն ասել է Թրամփը։ Թայլանդում Միս Տիեզեր գեղեցկության մրցույթի կազմակերպիչ Նավատ Իցարագրիսիլը Մեքսիկայի մասնակից Ֆաթիմա Բոշին անվանել է հիմար ֆոտոնկարահանմանը չմասնակցելու համար եւ ստիպել է նրան լքել դահլիճը։ Ով չի ուզում մասնակցել մրցույթին, վեր կացեք եւ հեռացեք, դիմել է կազմակերպիչը մյուս մասնակիցներին։ Ֆաթիմա Բոշը լքել է դահլիճը։ Նրան հետևել են այլ մասնակիցներ եւս։ Սկանդալից հետո Միս Տիեզեր մրցույթի գլխավոր գրասենյակը պաշտոնական մամուլի հաղորդագրություն է տարածել, ներողություն խնդրելով եւ դատապարտելով Իցարագրիսիլի վարքագիծը։ Ռուսաստանում վերանորոգման ժամանակ առափնյա պահպանության նավը կողաշրջվել է, աշխատողները հայտնվել են ջրում, սակայն ոչ ոք չի տուժել։ Հրավառություն ու կռիվ Փարիզի ֆիլհարմոնիկում, ինչի հետևանքով իսրայելական նվագախմբի համերգը խափանվել է։ Պաղեստինամետ ակտիվիստները դեմ են արտահայտվել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ պահանջել են չեղարկել միջոցառումը։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում ABC Media-ն գործարկել է Telegram bot-ը։ Այժմ կարող եք հեշտությամբ կապ հաստատել մեր խմբագրության հետ, ուղարկելով լուսանկարներ, տեսանյութեր կամ տեղեկություն ձեր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Եթե ականատես եք եղել որևէ դեպքի կարևոր իրադարձության կամ պարզապես ունեք թեմա, որն արժե լուսաբանել, ուղարկեք մեզ Telegram bot-ով եւ մեր լրագրողները կապ կհաստատեն ձեզ հետ։ Այսքանն էին այս ժամի հիմնական նորությունները, շարունակեք հետևել մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնու Մթաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։